Մենք եկել ենք, հասել ենք Ֆրեզնո, որպեսզի ձեզ պատմենք ու մենք սովորենք մեր պատմության մասին, որտեղ դա շատ կարևոր է։ Սողոմոն Թեհլերյանի գերեզմանոցն է։ Իսկ ով է Սողոմոն Թեհլերյանը, դուք հիմա կիմանաք։ Ցեղասպանությունից հետո ստեղծվեց գաղտնի կառույց, որտեղ կազմակերպում էին թե ինչպես վրեժ լուծեն թուրք մարդասպաններից։ Եվ այդ օպերացիայում Նեմեսիս էր։ Ինչու Նեմեսիս, որովհետև Նեմեսիսը դա վրեժի աստվածուհու անուն էր, դրա համար հենց Նեմեսիս էր անունը։ Եվ Նեմեսիսում կային այնպիսի մարդիկ, որոնք ֆիզիկապես եւ հոգեպես պատրաստ էին ամեն ինչի։ Սողոմոն Թեհլերյանն էր այդ օպերացիայի մեջ։ Սողոմոնին բաժին ընկավ սպանել ամենագլխավոր կազմակերպչին Թայլատ Փաշային։ Սողոմոնը իմացավ, որ Թայլատը գնացել է Գերմանիա եւ գնաց եւ Թայլատի տան դիմաց գնեց տուն։ Շատ դժվար էր գտնել Թայլատին, որովհետև նա իր տեսքը, իր անունը փոխել էր, բայց գտավ։ Աշխարհում առաջին դատն էր, որտեղ բանողին մեղավոր չհանեցին։ Սողոմոնը դատի ժամանակ ասեց շատ կարևոր նախադասություն. ես մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ։ Եվ այդ օրվանից Սողոմոն դարձավ մեր ազգի հերոսը, քանի որ նա մեր վրեժն է լուծել։ Մենք պիտի անպարտադիր հիշենք մեր պատմությունը, հիշենք մեր հերոսներին։ Այդ պատճառով մեր շատ լավ ընկերուհի Էլիզը, որը ապրում է Ֆրեզնոյում, մեզ բերել է շատ կարևոր տեղը, որպեսզի սովորենք։ Էլիզ, դու Ֆրեզնոյում ես ապրում, ու ինձ իսկական շատ հետաքրքիր է, դուք ինչ-որ մի բան անում եք այս օրվա համար։ Ամեն տարի ապրիլի 24-ին հավաքվում ենք եկեղեցիներով, դպրոցներով եւ գալիս ենք այստեղ, ու մենք ավանդույթ ունենք, որ ամեն անգամ որ հյուր ենք ունենում, մենք գալիս ենք ու մեր հայկական պատմությունը պատմում ենք այստեղ Սողոմոն Թեհլերյանի մասին։